ձեզ, այսօրվա մեր բանախոսության թեման վերաբերվում է ավանդույթի և նորույթի խնդրին մշակույթում։ Ինչ է նախ ավանդույթը, ինչ է նորույթը, ինչ տիպի ավանդույթներ և նորույթներ կան, ինչ դեր են կատարում նախ ավանդույթները մշակույթում և հասարակական կյանքում, ինչպես են դրանք հարաբերվում նորույթներին և ինչու է կարևոր ավանդույթների և նորույթների հավասարակշռված, բալանսավորված փոխհարաբերակցությունը հասարակության կյանքում։ Որպեսզի այս հարցերը մենք առաջիկա մեր րոպեներին բանախոսության քննարկենք, միգուցե սկսենք խոսակցությունը մեր ավանդույթից, ինչ է նախ ավանդույթը, հատկապես մեր հասարակությունում վերջին երևի 6-7 տարիներին բավականին այդպես աշխուժացել են խոսակցությունները ավանդականի և արդիականի վերաբերյալ և հաճախ մենք լսում ենք տարբեր կարծիքներ, որոնք վերաբերվում են այն մասին, որ մենք կարծեք թե այդքան էլ ամուր չենք կպած մեր ավանդույթներին կամ երբեմն այդպես կյանքում այդպես մի քիչ պայմանական ասած դավաճանում ենք մեր ավանդույթներին, դրա մեջ շատերը տեսնում են վտանգներ, որոնք ուղղված են մեր ինքնության դեմ, ավելի ծայրահեղ կարծիքներում մենք կարող է լսենք, որ վտանգված է նաև մեր ինքնությունը, որովհետև մեր երիտասարդները կարծեք թե հրաժարվում են ավանդույթից։ Այս տիպի կարծիքներ շատ հետաքրքիր է, որ երբ որ մենք նայում ենք նույնիսկ, ասենք մեր թվարկությունից առաջ ապրած տարբեր հասարակությունների, ովքեր որ գիր են ունեցել և գրով մնացել են որոշ այդպես հիշատակություններ, նայում ենք այդ աղբյուրները, նույնիսկ տեսնում ենք, որ նման մտահոգություններ կան եղել են այդ հասարակություններում և այդտեղից հասկանում ենք, որ ավանդույթի և նորույթի այս բախման խնդիրը և երիտասարդ սերնդի կողմից ավանդույթի համաձայն ապրելու խնդիրը միշտ կարծեք թե եղել է ավագ սերնդի մտահոգության կամ ավագ սերնդի հիմնական կամ նույնիսկ երբեմն միջին սերնդի մտահոգության խնդիրը։ Որքանով են այս տիպի դատողությունները իրոք համապատասխանում ամբողջությամբ այդ տագնապներին և արդյոք իմաստ ունի ունենալ տագնապներ, թե պետք է փորձել մի փոքր այլ կերպ մոտենալ խնդրին և մի փոքր այլ կերպ նայել, որպեսզի մենք կարողանանք իրոք այս հարցադրումների մեջ կողմնորոշվել, նախ փորձենք հասկանալ առաջին հերթին ինչ է ավանդույթը։ Ավանդույթը մշակույթի վերաբերող գիտություններում, ընդհանրապես հասարակական և հումանիտար գիտություններում ընդունված է համարել այն դրական փորձը, որը որ արդեն ձևավորվել է ժամանակի ընթացքում մշակութային փորձառության միջոցով և կայունացել է այդ փորձը, ձեռք է բերել կայուն բնույթ, քանի որ ինքը դրական դերակատարում է ստացել, նաև սերնդից սերունդ փոխանցվելու հատկություն է ձեռք բերել, այսինքն մի սերունդը փոխանցում է մյուս սերնդին, քանի որ գտնում է, որ այդպես ավելի ճիշտ և հարմար է ապրել։ Եթե հիշում եք մեր նախորդ բանախոսություններից մեկում, որը վերաբերում էր մշակույթին, մենք այս մշակույթի այս հատկության մասին, ակումուլյացնող, կուտակող հատկության մասին խոսել ենք, այսինքն մշակույթը ունի դրական փորձը, որը որպես վերարտադրողական պրոցեսի կազմակերպման ձև մշակույթը ունի այդ դրական փորձը ակումուլյացնելու, կուտակելու և մյուս սերնդին փոխանցելու այդպես հատկություն, որպեսզի ամեն անգամ հեծանիվ հայտնաբերելուց մարդիկ խուսափեն։ Ըստ էության թարգմանաբար տրադիցիա բառը հենց ինքը բառից բուն իմաստով փորձել նշանակում է, բայց ավանդույթները միատարր չեն և ավանդույթները ունեն
մի քանի տեսակի ավանդույթներ են լինում։ Հաճախ այս շփոթմունքը առաջանում է, երբ որ մարդիկ այդ ավանդույթը դիտում են որպես մի բան, որը անպայման կապված է միայն հնի հետ, առաջանում է եւ քարացած մի բան է։ Հաճախ այս շփոթմունքը առաջանում է նրանից, որ ավանդույթի տակ հասկանում են հիմնականում եւ գլխավորապես դրա մի տեսակը։ Ինչի մասին է խոսքը։ Խոսքն այն մասին է, որ ավանդույթները կարող են լինել մի քանի, լինում են մի քանի տեսակ, կամ մի քանի տիպի։ Հիմնականում ես գերադասում եմ խոսել այդ իմ համար նախընտրելի տիպաբանություններից մեկը, այն է, որտեղ որ ավանդույթի 3 տիպ է առանձնացվում։ Առաջինը կոչվում է դոգմատիկ տիպի ավանդույթներ, երկրորդը պահպանողական կամ կոնսերվատիվ տիպի ավանդույթներ եւ երրորդը կոնստրուկտիվ կամ պայմանական, ասենք քննադատական տիպի ավանդույթներ, հա։ Հիմա ինչ է սրանցից յուրաքանչյուրը, հա։ Դոգմատիկ տիպի ավանդույթները դրանք այն ավանդույթներն են, որոնք որ ունեն առաջին հերթին սակրալ սրբազան բնույթ, այսինքն համարվում է, որ այդ ավանդույթը ինքը չի ձևավորվել մարդկանց կողմից, այլ դա որպես մշակութային փորձ, աստվածային ծագում ունի եւ փոխանցվել է մարդկանց, կամ մարդիկ դա պարզապես սրբազանացրել են։ Ընդհանրապես մշակույթը ունի նման, մշակույթում կա նման հատկություն, երբ որ ինչ որ մի փորձը ունենում է դրական հաջող փորձառություն, ինչ որ մի երևույթ, հա, մարդկանց կյանքում դա կլինի եւ մշակութայնացված գործողությունը եւ դրա արդյունքը կամ այն, հա, որպեսզի մարդիկ դա չմոռանան եւ չհրաժարվեն դրանից, դրան հատուկ ուժ է տրվում։ Եվ այդ ավանդույթների խումբը կոչվում է հենց դոգմատիկ ավանդույթ։ Այսինքն դոգմատիկ ավանդույթի առանձնահատկությունը այն է, որ դրան դիպչել չի կարելի, ընդհանրապես դա փոփոխել չի կարելի եւ դա, այսպես ասած, պարտադիր, այսպես ասած, քարին գրված օրենքի հատկանիշ ունի, էլի։ Երկրորդ տիպի ավանդույթները դրանք պահպանողական ավանդույթներն են։ Մի փոքր տարօրինակ կարող է հնչել, որ ասենք ավանդույթը առանձետել, չէ՞, հենց բառը իր մեջ ունի այդ պահպանողական հատկանիշը, բայց մենք ավանդույթին անվանում ենք նաև պահպանողական ավանդույթ, բայց խնդիրը նրանն է, որ պահպանողական ավանդույթը ինքը մի փոքր տարբերվում է դոգմատիկ ավանդույթից։ Ինչով է տարբերվում, առաջին հերթին պահպանողական ավանդույթները պարտադիր չէ, որ ստեղծված լինեն, այսպես ասած, գերմարդկային, վերմարդկային կամ աստվածային ուժերի կողմից։ Պահպանողական ավանդույթները կարող են նաև ստեղծված լինել մարդկանց կողմից։ Սա առաջին մեծ տարբերությունն է։ Բայց եթե նույնիսկ դրանք ստեղծվում են մարդկանց կողմից, ապա ինչ որ առումով դրանք նույնպես սակրալիզացվում են, սրբազանացվում են հիմնականում եւ ստանում են կայուն բնույթ եւ դրանք էլի դժվար փոփոխելի ֆենոմեններ են, երևույթներ են, բայց կա մի բայց։ Ի տարբերություն դոգմատիկ ավանդույթի, պահպանողական ավանդույթները կարող են ենթակա են փոփոխության, եթե իրենք ինչ որ մի պահի չեն բռնում ժամանակի փորձություն, այսինքն չեն արդարացնում իրենց որպես դրական փորձ տվյալ պահին ինչ որ խնդիրներ լուծելու համար, հա։ Եվ այդ ժամանակ պահպանողական ավանդույթները, կոնսերվատիվ ավանդույթները կարող են ենթարկվել փոփոխության, բայց ամենակարևոր բայցերից է նաև այստեղ այն, որ կոնսերվատիվ պահպանողական ավանդույթները փոփոխության ենթարկում են իրենք իսկ իրենց հիմքի վրա։ Ինչա նշանակում ինքն իր իսկ հիմքի վրա, այսինքն նորամուծություններ արտաքին դրսից օտար նորամուծություններ իրենք չեն ընդունում, գլխավորապես իրենք տեղի են ունենում ենթակային փոփոխության, այսպես ասած պահպանելով իր հիմնական, հիմնարար դրույթները, հա, եթե մի քիչ էլ պարզաբանենք, ապա պահպանողական ավանդույթները հիմնականում փոփոխելի են մեկնաբանությունների մակարդակում, այսինքն ինչպես են մեկնաբանում
հիմնական այդ ավանդույթը եւ կարելի է մեկնաբանությունը մի փոքր փոփոխության ենթարկել, հա։ Կոնստրուկտիվ կամ քննադատական ավանդույթներ, սրանք արդեն այն ավանդույթներն են, որոնք որ ընդունված է համարել, որ իրենք ավելի մարդու կողմից ստեղծած մշակութային փորձ է, այստեղ չկա սակրալիզացման որևէ ասենք նշույլ, ասենք օրինակ բանը ժողովրդավարական ավանդույթները, հա, մենք գիտենք, որ կան ժողովրդավարական ավանդույթներ, չէ՞, ասենք օրինակ ազատ ընտրությունները կամ կառավարման մասնակցային եղանակները կամ կառավարման ձևերը, որոնք որ ձևավորվում են, դրանք բոլորը ավանդույթներ են, որոնք որ ստեղծված են մարդկանց կողմից եւ որևէ մեկի մտքով չի անցնում ասել, որ ասենք օրինակ ընտրական մեխանիզմները դրանք աստվածային ծագում ունեն եւ որևէ մեկը դրանց դիպչել չի կարող, հա, բայց դրանք ավանդույթներ են, որոնք որ համարվում են որպես դրական փորձ, այսինքն քաղաքական մշակույթի կարևոր հատկանիշ, քանի որ ապահովում են տվյալ հասարակության կենսագործունեությունը կազմակերպել բավականին արդյունավետ ձևով, ապա դա նույնպես պահպանվում եւ փոխանցվում է սերունդեսերունդ, բայց երբ որ մարդիկ նկատում են ինչ-որ փոփոխություններ, ապա այդ ավանդույթները բաց են քննադատության համար, նույնիսկ իրենք իրենց ներսում ունեն քննադատական մեխանիզմներ, այսինքն իրենք բավականին ռեֆլեքսիվ են, ռեֆլեքսիվ բառը մի փոքր կարող է անծանոթ թվալ, բայց ասենք այն որ ռեֆլեքսիան դա ոնց որ ասած հայեցողության այդ բանն է, ձև է, երբ որ մարդը ինքը կարող է ինքը դիտարկել այն ամենը գնահատել այն ամենը, ինչ որ վերաբերվում է իրեն եւ իր կյանքին, եւ այս առումով տվյալ ավանդույթները բավականին քննադատական են եւ բաց են քննադատության համար եւ բավականին փոփոխելի են։ Փորձենք հասկանալ նաեւ թե ինչպես են դրանք ընդհանրապես ազդում հասարակական կյանքի վրա եւ ինչպես է տարբեր ավանդույթների հարաբերակցությունը այս կամ այն հասարակությունում եւ այս կամ այն մշակույթում բավականին որոշիչ դերակատարություն է ունենում տվյալ հասարակության մշակույթի կյանքի ու զարգացման գործում։ Երբ որ մենք խոսում ենք այս ավանդույթների տիպերի մասին, շատ հազվադեպ է, որ այս ավանդույթներից որևէ մեկը բացարձակ կարող է նկարագրել այս կամ այն հասարակությանը, ինչ է սա նշանակում, այսինքն բացարձակ միայն դոգմատիկ ավանդույթների վրա հենված հասարակություններ այսօր շատ հազվադեպ կարելի է հանդիպել, կամ ասենք միայն պահպանողական ավանդույթների վրա, կամ ասենք միայն կոնստրուկտիվ քննադատական ավանդույթների վրա հենված հասարակություններ հազվադեպ կարելի է հանդիպել։ Սովորաբար այս երեք տիպերը իրենք գործում են մեկը մյուսի հետ տվյալ մշակույթի մեջ, այսինքն մշակույթում կան եւ դոգմատիկ ավանդույթներ, ցանկացած մշակույթում եւ պահպանողական ավանդույթներ եւ կոնստրուկտիվ քննադատական եւ մշակույթի եւ հասարակության արդեն տիպը սկսում է որոշակիացվել սրանց հարաբերակցության միջոցով։ Բայց պատմական ավելի վաղ շրջանում օրինակ դոգմատիկ բացարձակ դոգմատիկ ավանդույթների վրա հենված հասարակություններ կամ բացարձակապես դոգմատիկ ավանդույթների վրա հենված հասարակություններ բավականին շատ են եղել եւ հիմնականում կարելի ասել հասարակությունները բնորոշվել են հենց այդ դոգմատիկ ավանդույթներով եւ նաեւ որոշ առումով դրանք զուգորդվել են պահպանողական տիպի ավանդույթների հետ, բայց ավանդույթների վերջին երկու տեսակը պահպանողական եւ կոնստրուկտիվ քննադատական ի հայտ են եկել ավելի ուշ շրջանում։ Ի հայտ են եկել մոտավորապես 12, 13, 14 եւ մինչեւ 15-16-րդ դարերը, մի քանի հարյուրամյակ է տևել մինչեւ այս նոր տիպի ավանդույթները մտել են մարդկային, այսպես ասած, մշակույթ եւ հասարակական կյանքում սկսել են շրջանառվել։ Հիմնականում կարելի ասել, որ դոգմատիկ տիպի ավանդույթներով բնորոշվող հասարակությունները դրանք ֆունդամենտալ կրոնական, ծայրահեղ կրոնական հասարակություններն են, որտեղ որ ասենք բոլոր ճշմարտությունները հանգեցված են դոգմաների, այսինքն այն կարևոր կյանքում ճշմարիտ համարվող իմաստները, որի մասին մենք եթե հիշում եք խոսել ենք մեր նախորդ բանախոսություններից մեկի ժամանակ մշակույթի վերաբերող եւ մշակույթի
ու ճշմարտության խնդրին վերաբերող այդ բանախոսությունների ժամանակ ենք խոսել, այդ դոգմատիկ ուրեմն ավանդույթները դրանք այդ մեկ ճշմարտության հասարակություն, դոգմատիկ ավանդույթներով ապրում են սովորաբար կրոնական հասարակությունները, ֆունդամենտալ կրոնական հասարակությունները, որոնք որ ըստ էության այդ մեկ ճշմարտության հասարակություններն են եւ որոնց բոլոր ճշմարտությունները վերաբերում են բխում են կրոնականություն, կրոնական համոզմունքներից եւ պատկերացումներից, հա։ Որպեսզի մենք ավելի լավ պատկերացնենք ավանդույթի դերակատարումը հասարակական կյանքում, ապա ես կփորձեմ այստեղ նաեւ ներկայացնել ավանդույթի մեկ այլ տիպաբանություն, հիմա ես կանվանեմ, հետո այստեղ բառային խոսքային մակարդակում կարող է թվալ, որ շատ այդպես տարօրինակ հակադրություն կա հենց ձեր բանի մեջ, բառակապակցության մակարդակում։ Ավանդույթի այս տիպաբանության համաձայն դրանք բաժանվում կարելի է երկու հիմնական տիպ առանձնացնել, դրանք մինչ արդիական ավանդույթներն են կամ մինչ մոդեռն ավանդույթները եւ արդիական ավանդույթները։ Այստեղ տեսեք այդ արդիական ավանդույթը մի տեսակ շատ տարօրինակ է հնչում, որովհետեւ կարող է թվալ, որ արդիականությունն ու ավանդութայնությունը դրանք շատ դեպքերում մարդկանց մտածողության, առօրյա մտածողության մակարդակում իրար հետ չեն համընկնում, իրանք հակասական բաներ են թվում։ Այստեղ շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ ավանդույթը չի նույնականանում ավանդականության հետ։ Այստեղ էլի շատ այդպես կարող է բառային, բառախաղային մակարդակում հակասական բան թվա, որ ես ասում եմ, բայց ավանդականությունը եւ ավանդույթը կամ ավանդութայնություն դրանք տարբեր բաներ են։ Ավանդականության տակ սովորաբար հատկապես առօրյա խոսակցական մակարդակում հասկացվում են հենց այն կենցաղավարությունը, այն տիպի ապրելակերպը եւ այն տիպի հասարակական հարաբերությունները, որոնք հենված են գլխավորապես պահպանողական եւ դոգմատիկ ավանդույթների վրա։ Այս առումով ես կցանկանայի, որպեսզի այս հակասությունը մի փոքր մենք լուծած լինելու համար, ես առաջարկում եմ եւս երկու անվանում կամ տիպ այսպես հիշատակենք։ Խոսքը վերաբերվում է սոցիոնորմատիվ տիպի ավանդույթներին եւ ինստիտուցիոնալ տիպի ավանդույթներին, որոնք որ կապվում են նշածս հետ արդիական եւ արդիական ավանդույթների տիպերի հետ։ Ինչ է նշանակում սոցիոնորմատիվ ավանդույթներ։ Սոցիոնորմատիվ ավանդույթները դրանք այն ավանդույթներն են, որոնք որ ծնվում են եւ շրջանառվում են բանավոր կերպով, դրանք կարգավորում են հասարակության կյանքը, դրանք են չգրված օրենքներն են, նորմերն են, որոնք որ հիմնականում ունեն սակրալ բնույթ։ Իսկ ինստիտուցիոնալ ավանդույթները դրանք այն ավանդույթներն են, որոնք որ ձևավորվում են ինստիտուտների կողմից եւ պայմանավորում են ինստիտուտների վերարտադրությունը։ Հիմնականում այդ ավանդույթները նաեւ ձևակերպվում են եւ կարող են ունենալ գրավոր բնույթ, ինչով են առանձնանում մինչ արդիական ավանդույթները եւ ինչպիսին են արդիական ավանդույթները։ Նախ փորձենք դրանք, այսպես ասած, դրանց հատկանիշները թվարկել։ Ուրեմն մինչ արդիական ավանդույթները ընդհանրող հիմնական հատկանիշները դա առաջին հերթին սրբազանությունն է, ինչպես որ մի քանի բազմիցս տարբեր առումներով մենք խոսեցինք դրա մասին, այսինքն ինչ արդիական ավանդույթների ծագումը ունի սրբազան բնույթ։ Երկրորդը այս մինչ արդիական ավանդույթները շատ էականորեն փոխկապակցված են վերնշված այդ դոգմատիկ ավանդույթների հետ, այսինքն մինչ արդիական ավանդույթները ունեն դոգմատիկ բնույթ։ Երրորդ իրենց բնութագրող հատկանիշը մինչ արդիական ավանդույթները դրանք ավտորիտար են, այսինքն նաև խիստ հիերարխիկ բնույթ ունեն, վերևից ներքև թելադրվող, սկսած հասարակության մեջ իրենք նաև հիերարխիան է ձևավորող հատկություն ունեն,
խոսքը վերաբերում է ինչպես ուժային հիերարխիաներին, այսինքն իշխանություն ունեցող տարբեր հիերարխիաներին, այսինքն դա կարող է լինել թագավորը, թագավորից հետո ազնվականական տարբեր դասեր, վերևից մինչև ներքև, թուփ մինչև գյուղացիները եւ սովորական, ասենք, մարդիկ, ովքեր որ ազատ կարգավիճակ չեն ունեցել այդ հասարակություններում, հա։ Մինչ արդիական ավանդույթներին բնորոշ են նաև խմբակենտրոնությունը, այսինքն դրանք ունեն համայնքային եւ փակ բնույթ եւ դրանց ձևավորման, դրանց վերարտադրության գործում դերակատարը խմբերն են, այլ ոչ թե մարդիկ, անհատները դեր չեն ունենում վերարտադրության մեջ։ Այստեղ կարող է տարօրինակ թվալ, որտեղ անհատներն են, որ իհարկե ավանդույթը կրողներն են, բայց խոսքը վերաբերում է նրան, որքանով է մարդը գիտակցված ձևով կրում ավանդույթը եւ գիտակցված ձևով համաձայնվում այդ ավանդույթին եւ որքանով է որ նրան ծնված օրվանից մտցնում են այդ ավանդույթի մեջ եւ նա դառնում է դրա անգիտակից կրողը եւ այսինքն նույնիսկ կարող է իրեն թվալ որ ինքը գիտակցորեն է կրում, ինքը հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, որոնք որ ասում են որ դա իմ համոզմունքն է, բայց այստեղ ամբողջ խնդիրը նրանում է որ ինքը չի մասնակցել այդ ավանդույթի ձևավորմանը կամ այդ ավանդույթի վերաիմաստավորմանը։ Դրա համար սրանք ունեն խմբային բնույթ եւ սովորաբար խմբային բնույթի ավանդույթները իրենք գործում են, այսպես ասած, սոցիալական հասարակական կյանքի կազմակերպման տեսանկյունից, իրանք հիմնականում համայնքային մարմինների, համայնքային, այսպես ասած, կազմակերպման եւ կառավարման մարմինների միջոցով են, որ տարածվում եւ փոխանցվում են սերնդից սերունդ։ Մեկ այլ կարևոր հատկանիշ մինչ արդիական, մինչ մոդեռն, հա, մինչ արդիական տիպի ավանդույթի դա դրանց ցիկլիկ բնույթն է։ Այսինքն դրանք անընդհատ կրկնվող ավանդույթներ են եւ իրենք միշտ, այսպես ասած, իրենց կյանքը գնում է պատտվելով սերնդից սերունդ գնում է նորից հանգում է այն սերնդին ումից որ փոխանցվել է։ Նաև մեկ այլ հատկանիշ շատ կարևոր, մինչ արդիական ավանդույթները հասարակական կյանքի տեսանկյունից եւ մշակույթի տեսանկյունից իրենք ունեն պարզ վերարտադրողական գործառույթ, այսինքն ինչ է նշանակում պարզ վերարտադրողական եւ որ այս կամ այն մշակութային ֆենոմենը, հասարակության կենսակերպը, ապրելակերպը, պատկերացումները, գիտելիքները, հմտությունները, երբ որ մի սերնդից մյուս սերունդ են փոխանցվում, իրենք չեն զարգանում, իրենք հիմնականում նույն ձևով են փոխանցվում։ Դրա համար երբ որ մենք նայում ենք մինչ արդիական ավանդույթների ավանդական, մինչ արդիական տիպի ավանդական հասարակությունների կյանքին, ապա կարելի է տեսնել, որ ասենք օրինակ հասարակություններ կան հազարամյակներ շարունակ, իրանք մնացել են նույն շրջափուլի մեջ, ասենք օրինակ մինչև խոշոր հայտնագործությունների շրջանը աշխարհագրական, այսինքն մինչև ամերիկաների հայտնագործությունը, մինչև օվկիանոսկի երկրների, Ավստրալիայի եւ ասիական տարբեր այդպես կղզիական քաղաքակրթությունների եւ մշակույթների հայտնաբերումը, այդ ժողովուրդների մեծ մասը, ասենք, ապրել է այս փակ ցիկլիկ եւ պարզ վերարտադրողական տիպով, քանի որ իրենց մոտ գերակշռող են եղել հենց մինչ արդիական ոչ թե գերակշռող, այլ հենց իշխող են եղել մինչ արդիական բնույթի ավանդույթները։ Նույնը վերաբերում է նաև եվրոպական, ասիական մայրցամաքներում, նաև մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդների վաղ շրջանի պատմությանը, ասենք մինչ պետական շրջանի պատմությանը, երբ որ ի հայտ եկավ գիրը եւ գիրը սկսեց ավանդույթի մեջ մտցնել այդ վերանշածը սոցիոնորմատիվ ավանդույթների զուգակցել ինստիտուցիոնալ բնույթի ավանդույթներով, այսինքն գրավոր բնույթի ավանդույթներ, որոնք որ իրենք ժամանակի ընթացքում իրենց մեջ սկսում են ծնել քննադատականություն եւ այդ ինքնահայեցողության հատկանիշ։ Եվ վերջին հատկանիշը, որը որ կուզեի խոսել մինչ արդիական ավանդույթների առումով դա ինքնության
տեսակին է վերաբերում։ Ինչ արդիական ավանդույթներով ապրող հասարակություններին բնորոշ է այդ տրված ինքնությունը, իրենց մոտ ինքնությունը տրված է վերևից, վերուստ, այսինքն մարդիկ թե անհատական մակարդակում եւ թե կոլեկտիվ իրենք ծնվում են արդեն եւ ծնվելու օրից մտնում են այդ ինքնության մեջ, իրենց տրվում է այդ ինքնությունը եւ իրենք պարտավոր են դա կրել, իրենք նույնիսկ չեն էլ կարող դա փոխել, ասենք օրինակ շատ պարզ բան, ասենք օրինակ կանանց եւ տղամարդկանց համար տվյալ մինչ մոդեռն ավանդույթով սահմանված է կոնկրետ ինքնության տեսակ, ասենք եւ աղջիկներին դուք տենում եք այդ ինկուլտուրացիոն process-ում, ինկուլտուրացիայի մասին մենք խոսենք դեռ մեր առաջիկա բանախոսություններում, բայց կարճ էստեղ ասեմ, դա այն process-ն է, երբ որ մարդը ծնվում է եւ մշակույթին մեջ է ինքը մշակութայնացվում է, այսպես ասած։ Եթե ինքը չմշակութայնացվի, ինքը չի դառնա տվյալ մշակույթի կրող, դա սոցիալիզացիայի, այսպես ասած, մշակութային տեսակն է։ Ինկուլտուրացիայի process-ում մարդուն տրվում է նրա ինքնությունը եւ ինքը դառնում է եւ իր անհատական ինքնության տրված ինքնության կրիչը եւ հավաքական ինքնության կրիչը եւ ինքը պարզ վերարտադրողն է այդ ինքնության։ Հիմա գանք արդիական ավանդույթներին, ես մի քիչ էլի եմ ասում բառակապակցության մակարդակում տարօրինակ բառակապակցությունն է, այսինքն եթե արդիական ինչ ավանդույթ, բայց օրինակ մենք գիտենք, որ կան գիտական ավանդույթներ, չէ, ասենք կան օրինակ սպորտում կան ավանդույթներ, կան տարբեր տեսակի աշխատավայրերում մարդիկ ունեն ավանդույթներ, տեխնոլոգիական ոլորտը ունի իր ավանդույթները, այսինքն երբ որ մենք խոսում ենք տարբեր ոլորտների մասին արդիական հասարակությունների, մենք էլի խոսում ենք հաճախ օգտագործում ենք ավանդույթ բառը եւ սա այն ավանդույթներն են, որոնք որ էլի որպես դրական փորձ ստեղծվել են ժամանակակից արդեն հասարակությունների կողմից եւ իրենք ասենք փոխանցվում են սերնդեսերունդ, կարող է ասենք հազարամյակներ շարունակ չփոխանցվեն, բայց ամեն դեպքում իրենք փոխանցվում են մի սերունդից մյուս սերունդ։ Արդիական ավանդույթները նույնպես ունեն իրենց նկարագրությունը եւ իրենց հատկանիշները, փորձեմ շատ այդպես համառոտ ներկայացնել, թե որոնք են արդիական ավանդույթներին բնորոշ հատկանիշները։ Առաջին հերթին արդիական ավանդույթները դրանք ստեղծվում են մարդկանց կողմից։ Երկրորդ կարևոր հատկանիշը դրանք ունեն հիմնականում ծնվում են ինստիտուտներում, այսինքն քաղաքական ինստիտուտներում, գիտական ինստիտուտներում, առօրյա կյանքը կազմակերպող ինստիտուտներում, առևտրային, տնտեսական եւ այլ, բայց դրանք ավելի շատ ոչ թե այդպես ասած վերուստ տրված են, այլ ծնվում են մարդկանց համագործակցության եւ փոխհարաբերությունների ոլորտում։ Դրանք ավտորիտար չեն, այսինքն իրենք երբ որ մարդիկ ստեղծում են, ինչ նշանակում որ ավտորիտար չեն։ Իրենք պարտադիր են, բայց ավտորիտար չեն։ Սրանք տարբեր բաներ են։ Ինչա նշանակում պարտադիր են, բայց ավտորիտար չեն։ Այսինքն երբ որ մարդիկ իրենք փոխադարձ համաձայնությամբ, մասնակցում են, քննարկումներ են տեղի ունենում, տարբեր տեսակի, տեսեք ազգային ժողովում, ասենք քաղաքական ինստիտուտ է, չէ՞, տեղի ունենում քննարկումներ։ Այդ քննարկումները իրականացնում են մարդիկ, ում որ ընտրում է հասարակության տարբեր խմբեր, իրենց ներկայացված գրավոր ծրագրերի կամ բանավոր խոսքով գրավոր ծրագրի ներկայացված ելույթներում մարդիկ հավանություն են տալիս, այսինքն այդ մասնակցությունը տեսեք ամեն տեղից կա եւ այդ ընտրված ներկայացուցիչները սկսում են քննարկել ամբողջ հասարակության կյանքը կազմակերպող օրենքներ։ Իրենցից ոչ ոք չի ասում, այս օրենքը ստեղծվել է Զևսի կողմից կամ Արամազդի կողմից կամ չգիտեմ Բենամուկի կողմից, ինչ որ մի աստվածության, այլ ստեղծվել է բանը, ինչ որ մի մարդկանց խմբի կողմից, ովքեր որ մեզպես պատգամավորներ են եղել, բայց հիմա օրենքում կան թերություններ, ասենք այդ օրենքը ունի թերություններ եւ հասարակական կյանքը դրանից տուժում է։ Եվ մեր ընտրողները մեզ բողոքել են,
հա, ասենք կարիքների իրենց ներկայացման ժամանակ ասել են, որ մենք ուզում ենք, որ այս կետերը փոխվեն։ Եվ մարդիկ քննարկում են, տեսեք, բաղաց երկար մասնակցային քննարկում է, եւ վերջին հաշվով էլի ընդունվում են օրենքներ։ Այս օրենքները ըստ էության գրավոր ավանդույթներ են, որոնք որ սերունդից սերունդ են փոխանցում, կամ կանոններ են, հա, ասենք նույնիսկ ունի նաև գիտությունը այդպիսի բաներ։ Մենք գիտենք, որ գիտության մեջ կան թեորեմաներ, չէ՞, դրանք կայուն այդ օրենքներն են, որոնք որ սակայն կարող են փոխվել։ Եվ փոխվում են էլի, ինչպես փոխվում են մարդկանց կողմից։ Երբ որ դրանք փոխվում են, գիտության մեջ կարող է ձևավորվել այդ պարադիգմաները, որոնք որ ինչ որ մի երկարատև կյանք ունեցող այդ կանոններն են, ավանդույթը ըստ էության գիտական, կամ ասենք եթե ոչ այդպես խիստ գիտական կանոններ են, ապա արդիական հասարակությունների համար կա շատ հետաքրքիր այդպիսի մի ձևակերպում, որը տվել է ֆրանսիացի ինտելեկտուալներից մեկ Միշել Ֆուկոն, խոսքը վերաբերում է էպիստեմաների մասին։ Ինչ է էպիստեման։ Էպիստեմաները դրանք, այսպես ասած, ենթագիտակցական գիտելիքներ են, հա, հասկացություններ, իրենք պարադիգմայի նման մի բան են, բայց ոչ թե գիտնականների կողմից ստեղծված եւ գիտության մեջ շրջանառվող, այլ ընդհանրապես հասարակական կյանքը կազմակերպող։ Եվ այդ էպիստեմաները նույնպես կարող են փոխվել, բայց իրենք ստեղծվում են ոչ թե աստվածների կողմից, ոչ թե վերին այսպես սակրալ ուժերի կողմից, այլ մարդկանց միջոցով, մարդկանց ստեղծագործական մասնակցության միջոցով։ Արդիական ավանդույթներին բնորոշ է նաև այն, որ նրանք ոչ թե խիստ այսպես փակ խմբային են, այլ իրենք ավելի շատ նաև մարդակենտրոն են, ինչ է նշանակում մարդակենտրոն, դրանց վերարտադրության սուբյեկտը մարդիկ են հիմնական, հա։ Խոսելով այս երկու խոշոր տիպերի մասին ավանդույթների, ես կուզեի նաև ամփոփել մեր խոսակցությունը նորույթների մասին խոսակցությամբ եւ ընդհանրապես նորույթ ավանդույթ այս հարաբերակցության մասին խոսելով ամփոփել վերջացնել այս մեր բանախոսությունը։ Ինչու ենք մենք ավանդույթի մասին երկար խոսում, որտեղ ավանդույթները չափազանց կարևոր են այս բոլոր տիպերն էլ որ նշեցինք, որտեղ իրենք ըստ էության հասարակական կյանքի հիմքն են, բայց ավանդույթներից բացի մշակույթները եւ հասարակությունները ապրում են նորույթներով։ Հիմա նորույթների երկու խոշոր խումբ կարող ենք առանձնացնել մեր խոսակցությունը, որպեսզի ավելի այսպես դիֆերենցված եւ պարզ դառնա։ Մի խումբը նորույթների ընդունված է անվանել ներքին նորույթներ, մյուս խումբը արտաքին նորույթներ։ Ինչ է նշանակում ներքին եւ արտաքին նորույթներ։ Ներքին նորույթները դրանք են նորույթներն են, որոնք որ տվյալ հասարակությունը ծնում է հենց ինքը իր մշակութային հենքի վրա, մշակութային բազայի վրա, հա։ Երբ որ հիշում եք մենք խոսում ենք պահպանողական ավանդույթների մասին, մենք այդ ժամանակ էլի ասացինք, որ մշակույթը, պահպանողական ավանդույթը ինքը իր հենքի վրա է, հա, ծնում, ասենք օրինակ կա ավանդական դարբնոցային մշակույթ, դարբինը ինքը իր վարպետներից պապեպապ ստացել է ինչ-որ մի հմտություն, հետո ինքը այդ հմտության մեջ մի փոքր փոփոխություն է մտցնում եւ դա հետո էլի տենց երկար ժամանակ փոխանցում է սերնդեսերունդ։ Դա այդ ներքին նորույթի մեխանիզմն է, որը աշխատում է։ Բայց կան արտաքին նորույթներ։ Արտաքին նորույթները դրանք այն են, երբ որ մշակույթը եւ հասարակությունը կարիք ունի փոփոխությունների, բայց ինքը իր ներսում չունի այդ աստիճանի ռեսուրսներ, ասենք մարդկային գիտելիքի ռեսուրս, ստեղծագործական ռեսուրս եւ այլ, եւ ինքը վերցնում է նորույթը այլ մշակույթից։ Օրինակի համար հայերը սիրում են Mercedes եւ BMW մեքենաները, չէ՞։ Բնականաբար հայերը չեն արտադրել դա եւ արտադրել են եվրոպական, ասենք, մշակույթները, գյուտից սկսած, չէ՞, այդ շարժիչի գյուտը եւ այլ։ Բայց մենք վերցնել ենք դրա այդ նորույթը, որովհետև մենք հասկացել ենք, որ մեր կյանքը ավելի էֆեկտիվ կազմակերպվելու համար մեզ պետք են ավտոմեքենաներ, այլ ոչ թե ավանդական եզան սայլերը, որոնցով որ ասենք օրինակ 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկզբին են մարդիկ որպես փոխադրամիջոց օգտագործել, հա։ Սրանք արտաքին նորույթներն են։ Հիմա ինչու են կարևոր նորույթները, որովհետև մենք շատ հաճախ ես իմ խոսակցությունը, բանախոսությունը սկսեցին անով, որ շատ հաճախ մենք տեսնում ենք, որ
հասարակության տարբեր խմբեր խոսում են նորույթների դեմ եւ դա դիտարկում են որպես վտանգ ազգային մշակույթի, ավանդական մշակույթի համար, հա։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ եթե հասարակությունը ինքը չունի այնպիսի կոնստրուկտիվ ավանդույթներ եւ քննադատական ավանդույթներ, որոնք բաց են նորույթների համար, ապա ինքը չի կարողանում ապահովել իր զարգացումը եւ ինքը ստիպված ընդունում է անընդհատ արտաքին նորույթներ։ Երբ հասարակական կյանքում արտաքին նորույթների թիվը ծավալը սկսում է աճել չափից շատ, ասենք օրինակ դու քո լեզվական լեզվի մեջ ես վերցնում նորույթներ, նորամուծություններ միշտ դրսից, որովհետև քո լեզուն չի բավականացնում նկարագրել զարգացող փոփոխվող աշխարհը, նոր տեխնոլոգիական իրականությունները եւ այլ, ստիպված այդպիսի օրինակ հասարակություններ կան, նրանց լեզուն փոխվել է, ասենք Ռուսաստանում ապրող փոքրաթիվ ազգությունների մեծ մասի լեզուն ինքը իր բնիկ լեզվով արդեն երիտասարդությունը էլ չի խոսում, ասենք նանայներ կան այնտեղ, նենեսներ կան, հա, ասենք կան էսկիմոսներ եւ այլ, հա, ժողովուրդները արդեն համարյա էլ չեն խոսում իրենց լեզվով, իրենց մեծ մասը խոսում է ռուսերենով, հա, որովհետեւ տեսեք լեզվի մակարդակում ինքը չի կարողացել նորութայնացնել իր լեզուն եւ այսպես շարունակ ցանկացած բան տեխնոլոգիաների մակարդակում, առօրյա կյանքի, տարիքային տարբեր խմբերի միջև հարաբերությունները կազմակերպելու, որովհետև եթե էլի դրանք մտնում են միայն քարացած դոգմաների վրա, ապա այդ հասարակությունը չի կարողանում թարմացնել իր ներուժը ստեղծագործական, չի բացում իր ներքին ռեսուրսները մարդկային եւ ինքը սկսում է աստիճանաբար լճանալ եւ այստեղ շատ լուրջ խնդրեմ կարող է առաջանալ ընդհանրապես մշակութային ինքնատիպության կորստի, եթե նորույթների քանակը չափից մեջ թիվ է կազմում արտաքին նորույթները, այդ հասարակությունները կամ փակվում են, որպեսզի չկորցնեն իրենց ինքնությունը, եւ այդ փակվելու դեպքում իրենք կորցնում են մրցունակությունը ընդհանրապես աշխարհում, իրենք հետընկած մարգինալ հասարակություններ եւ մշակույթներ են դառնում, որոնց հետ ոչ մեկին հետաքրքիր չի հարաբերվել եւ կարող է ընդամենը որպես էկզոտիկ տարածքներ մարդիկ այցելեն туриզմի ինչ որ այսպես շատ բան վերաբերմունք ցույց տան իրենց հետաքրքրասիրական, բայց միևնույն ժամանակ նաև հիերարխիկ, հա, ստորացուցիչ նույնիսկ։ Այնպես որ ամփոփելով ես կուզեի ասել, որ նորույթները եւ ավանդույթները դրանք չափազանց կարեւոր դերակատարում ունեն հասարակական կյանքում, բայց չի կարելի նորույթների գնահատել նորույթների դերը, միևնույն ժամանակ չի կարելի նաև թերագնահատել ավանդույթների դերը, բայց միևնույն ժամանակ չի կարելի նաև գերագնահատել ավանդույթների դերը, որովհետև ժամանակակից լինելով ժամանակակից հասարակություն պետք է գտնել այդ բալանսավորված, հավասարակշռված մոտեցումը մշակույթի ներսում ավանդույթների եւ նորույթների եւ իհարկե ավանդույթների ժամանակակից լավագույն, այսպես ասած, տիպը, որը որ հասարակությանը թույլ է տալիս զարգանալ, դրանք իհարկե դոգմատիկ ավանդույթները, չնայած որոշ չափի դոգմատիկ ավանդույթներ ցանկացած հասարակություն ունի կարիք իր կայունությունը ապահովելու, բայց ավելի գերադասելի ավանդույթները եւ գործառնային ֆունկցիոնալ ավանդույթները դրանք պահպանողական եւ իհարկե կոնստրուկտիվ եւ քննադատական տիպի ավանդույթներն են։ Շնորհակալություն։